ինչ, ինձ ոչ մեկ չի օգնելու դասան եմ։ Հիմա կգամ։ Բալես ես գիտեի դու դաս ես անում։ Չէ, Էլիզի հետ էի խոսում։ Ինչ էր ասում։ Ոչ մի բան, ուղղակի հարցնում էր ոնց եմ։ Ուրիշ էլ ոչ մի բան չի ասել։ Չէ, պապ, ուղղակի կարոտել էր։ Ու ասում էր, որ խելոք մնամ։ Այդքան բան։ Ինձ ինքը շատ է սիրում ու կարոտում է։ Լավ, բալես դու գնա, հիմա Մագդան կգա։ Գնա գրքերը դասավորի։ Բան չեմ հասկանում։ Երևի ուզում է հասկանա տանը ինչա կատարվում։ Բայց երեխեն ինչ պետք է իմանա։ Չգիտեմ։ Էլիզի արարքները իմ համար բացատրություն չունեն։ Մտքիցս ոչ մի բան դուրս չի գալիս։ Արևիկին մեր դեմ տրամադրելը, Շուշանի նկարը շրջելը։ Լավ է ամեն ինչը արեց։ Այսքան ժամանակ մեր ընտանիքը ներսից քանդեց, բայց այդ իրան ինչ տվեց։ Դրանից իր հոգին հանգստացավ, հա։ Այդ երեխեքը միջև հիմա ատում են ինձ հետ։ Պարզից էլ պարզը։ Իրանք չեն մոռացել այդ պատմությունը։ Միջև հիմա ինձ են մեղադրում։ Նորոն էլ Էլիզն էլ հիմա բավականին հասուն են, որ այս ամեն ինչը հասկանան ու ընդունեն։ Հա 10 տարի առաջ իրանք երեխա էին, ավելի էմոցիոնալ էին, տաքարյուն, բայց հիմա այդ տենց չի։ Իրանք ուղղակի չեն ուզում ընդունեն, որ քո հետ Ամերիկա գալը, քո հետ կյանքը կապել այդ Շուշանի ցանկությունն էլ ա եղել։ Կամ էլ ուղղակի հեշտ է ամեն ինչ դիմացինի վրա բարթելը։ Մագդա, իրանց կարծիքով ես եմ իրանց տունը քանդել։ Ես եմ ամուսնացած կնոջ կյանքը մտել։ Դու այն ժամանակ փոքր ես եղել, շատ բան չես հիշի։ Չէ, այդքան էլ փոքր չեմ եղել, որ չհիշեմ։ Արշակ այսօրվա պես եմ հիշում ոնց է իր պայքարում, որ այդ երեխեքին բերես Ամերիկա։ Ինչքան գումար կորցրեցիր դրա համար, ուղղակի չստացվեց։ Չնայած ոչ թե չստացվեց, այլ չուզեցին, որ ստացվի։ Գիտես ինչքան եմ փորձել խոսեմ Նորոյի հետ։ Փորձել եմ հասկացնեմ, որ հասկանա մորը ու խոսի հետը։ Բայց չստացվեց։ Մագդա, ոչ մի բան չստացվեց։ Ես հիմա չգիտեմ, թե իմ հետ ինչա կատարվում։ Մի տեսակ մեղքի զգացումը տանջում է ինձ։ Երևի ես եմ սխալ եղել։ Պետքա չգնայինք Ամերիկա, մնայինք Հայաստանում։ Սենց գոնե Շուշան երեխեքի կողքին կլիներ։ Ինչքան էլ որ երեխեքը չուզենային իրան տեսնեն, չխոսեն, բայց գոնե հեռվից կտեսներ երեխեքին։ Հիմա որ ընկնենք եթեների ու երևիների հետևից ավելի ենք խճճվելու։ Եղածը Արշակ։ Դուք իրար սիրել եք, իսկ սիրելը այդ մեղք չի։ Իսկ եթե մեղք կա եղել, ու դրա համար Շուշանը երկար չվայելեց։ Արևիկն ա ծնվել Արշակ։ Ոնց կար այդ մեղք լինի։ Արի Էլիս, քո համար էլ սուրճ դնեմ։ Չէ, մենք արդեն գնում ենք։ Չէ Հաս, ես արդեն գնամ, ապրես որ ինձ լսեցիր։ Բայց հիմա քեզ ավելի լավ է զգում։ Հա, լավ եմ արդեն։ Էլիս, գիտես ես ու Նորոն էլ մեր հին օրերն էինք հիշել, թե ոնց ենք Ալինային տարել միասին դպրոց։ Էլիս արագացրու, ես դրսում քեզ եմ սպասում։ Դու միշտ ես պահը քո օգտին օգտագործում, հա? Գոնե իր վիճակը հասկանայիր։ Բայց ես ինչ ասեցի։ Լավ էլի Հաս։ Արշակ, դու հիմա զղջում ես արածներիդ համար, հա? Փոշմանում ես, որ պայքարել ես Շուշանի համար։
Շուշանի միակ լուսավոր կետն է եղել արևից առաջ Մագդա։ Ու ես իրան իրոք սիրել եմ, շատ եմ սիրել։ Բայց երբ որ հարցը դնում ես քշերքի երկու նժարին, քանդվում ես։ Ով է ասել, որ իմ երջանկությունը ավելի կարևոր էր, քան այդ երեխեքինը։ Այս կյանքում երջանիկ լինելու իրավունք բոլորը ունեն, Արշակ, բոլորը։ Այդ թույլտվություն չի, այդ սրտից է գալիս։ Ուղղակի մեկ-մեկ ցավի միջից։ Ես չգիտեմ Էլիզը ինչ է մտածում, չգիտեմ իր հոգում ինչ է կատարվում։ Բայց դու ճիշտ ես։ Ինքը քեզ իր մորը հավասար չի ներել։ Եթե ներեր այդքան բան չեր անի, նկարը չէր շրջի։ Ու հիմա մտածի իր կռիվը քո հետ է, թե ավելի շատ Շուշանի։ Ինքը չափազանց չարացած է։ Ինքը մոռանում է, որ Արևիկի հետ արյունակցական կապ ունի, որ իրանք նույն մորից են։ Ինքը շատ վատ ձևով ազդեց Արևիկի հոգեբանության վրա։ Դու լավ գիտես Արևը ինչ ապրեց իրա գնալուց հետո։ Դու լավ գիտես Արևը ոնց ներ մինչև Էլիզը ու հիմա ինչպիսինն է Արևը։ Գիտես մեկ-մեկ մտածում եմ, եթե այս ամեն ինչ ուշ պարզվեր ինչ կլիներ։ Միգուցե մենք Արևիկին կորցնեինք կամ էլ մեր հետ մի վատ բան լիներ։ Մագդա չափազանցնում ես։ Ինչի եմ չափազանցնում։ Էլիզի ես տուն գալու առաջին օրվանից ես կասկածել եմ իրան։ Իսկ դու ուղղակի շեշտում էիր, որ երիտասարդ աղջիկա փորձ չունի, իսկ ես սխալ եմ։ Որովհետև չեմ կասկածել Մագդա։ Հասկանում ես, չեմ կասկածել։ Իսկ ես կասկածել եմ ու ամեն ինչ սպասել։ Մինչև հիմա ես իրանից ամեն ինչ սպասում եմ։ Իսկ դու նորից թերագնահատում ես իրան։ Ու դու նորից շատ հանգիստ ես։ Մագդա, դու հիմա ինձ չես հասկանա։ Դու չես հասկանա, թե իմ հետ ինչ է կատարվում։ Ես քեզ հասկանում եմ։ Մենք հիմա փորձում ենք մեր սխալները փնտրել։ Հա մենք ոչ մի վատ բան չենք անում։ Ամեն մարդ պիտի իր սխալը հասկանա։ Բայց կասես ով սկսեց այս թշնամանքը։ Այս 10 տարիների ընթացքում ոնց էինք հանգիստ ապրում։ Ինչի նորից հիշեց ամեն ինչ։ Ոչ բոլորն են դիմանում անցյալում ապրած ցավերին, Մագդա։ Ոչ բոլորն են կարողանում նենց անել, որ այդ անցյալը չազդի ներկայի վրա։ Իսկ ինչի է նորոն կարողանում, իսկ Էլիզը չէ։ Որ տնից պետքա դուրս գայր, ինչ չասացիր։ Ինչի։ Մտածում ես էլի Արշակենց տուն պիտի գնամ։ Չէ, ես տես բան չեմ մտածում։ Ուղղակի դու այն վիճակում չէիր, որ ես հանգիստ լինեմ, որ տնից դուրս ես եկել։ Նոր, ես կարող եմ հիմա չեմ գոռում, չեմ լացում, բայց հավատա իրոք այն ինչ ասում էի զգում եմ։ Գիտեմ։ Ու չեմ էլ ուզում այդ մասին մենք հիմա քննարկենք կամ ինչ-որ բան խոսենք։ Իմ համար կարևոր այն է, որ դու քո սխալը հասկացել ես։ Ընդունել ես ու զղջում ես։ Ու մի բան էլ։ Եթե մարդ սխալվում է, այդ չի նշանակում, որ աշխարհի բոլոր վատ բաները մնում է իր ուսերին։ Նորո, ես էլ կյանքում նենց բան չեմ անի, որ դու քեզ վատ զգաս։ Կյանքում էլ քեզ չեմ նեղացնի, էլ կյանքում քեզ չեմ փափի, Նոր։ Ապրես։ Մենակ թե Ալինան լավանա։ Մենակ թե մեր Ալինան լավանա, Նորո։ Կլավանա։ Կլավանա, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Ու մենք հիմա մենակ պետքա մտածենք Ալինայի մասին։ Ես ինձ ուրիշ աշխատանք կգտնեմ, հա։ Նոր աշխատանք կգտնեմ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, որ դու չնեղվես։ Այդ դեպքում դեմ չեմ լինի, որ աշխատես։ Մեզ հիմա շատ է փող պետք։ Գիտեմ։ Ես ամեն ինչ կանամ, դու այդ մասին մի մտածի։ Դու հիմա մենակ Ալինայի մասին մտածի։ Ուշադիր եղի։ Քանի դեռ չես աշխատում։ Մենք այս շրջանում պետքա շատ ուշադիր լինենք։ Ճիշտ ես, անպայման։
Գիտես, ես իրոք սկսել եմ հավատալ, որ Նորոն չի իմացել, թե Էլիզը որտեղ է աշխատում։ Կամ որ ես քո քույրն եմ։ Իսկ իմանալուց հետո ուղակի առանց բան ասելու գնաց։ Բայց կարար չէ ինչ-որ բաներ պարզեր իմ հետ։ Կամ ուղակի շարունակեր խաղալ ցավացնելու համար։ Բայց չէ, ինքը չարեց։ Որովհետև ի տարբերություն Էլիզի ինքը կարողանում է տարբերակի անցյալն ու ներկան։ Չես մոռացել այդ տղային։ Մի տեսակ հիացմունքով ես խոսում իր մասին։ Կամ էլ ուզում ես իր արածները արդարացնես։ Ես գոնե սիրելով եմ փորձել արդարացնել Նորոյին, բայց չեմ հասկանում։ Դու ինչի ես շարունակում արդարացնես Էլիզին, ինչի ոչ մի բան չես անում։ Որովհետև վախենում եմ Մագդա։ Վախենում եմ Շուշանի մոտ մեղավոր դուրս գալուց։ Ես արևուն եմ, իսկ Ալինան, Էլիզը ու Նորոն արևի քույրերն ու եղբայրն են։ Իրանք մի օր կհասկանան իրար, կընդունեն իրար։ Մեկը Արունը քաշելու է։ Իսկ ինչ վերաբերում է քեզ ու Նորոյին, Ես գիտեմ, որ պետք է մոռանամ Նորոյին։ Պետք չի, որ դու այդ ինձ ասես։ Ես գիտեմ, որ իմ սերը կարա մենակ դժբախտության հիմք դառնա, այլ ոչ թե երջանկության։ Գիտեմ, որ իմ սերը Նորոյին պետք չի։ Բայց ես չեմ փոշմանում իմ ու Նորոյի ապրած սիրուն պահերի համար, ու գիտես ինչի։ Որովհետև ես իրոք երջանիկ եմ եղել։ Մի ուրիշ ձևի, մի ուրիշ զգացողությամբ։ Ու անգամ եթե ինձ ասեին, որ այդ երջանկությունը մի օր է տևելու, ես նորից ու նորից կուզեի ապրեի այդ երջանկությունը։ Բայց ես լավ գիտեմ, որ այդ օրերի իմ խաղաղությունն ու երջանկությունը արդեն վաղուց անցյալում են մնացել։ Հիմա ես չգիտեմ Նորոն ինձ ոնց կնայի։ Կարող է Էլիզի պես ատելությամբ լցվի, վրեժի ծառավով լցվի։ Ու ես մի օր ստիպված լինեմ սիրելով պայքարեմ իր դեմ։ Լավա վերցրեցիր։ Դեսամն եմ եղել ես։ Գիտեմ։ Հիմա որտեղ ես։ Պետք է հանդիպենք։ Ալին կարամ իմանամ ինչի համար ես պարապ նստած։ Հեյ, ստեղ քո սիրած բաներն են։ Տանում խոհանոց։ Հետո կգաս կանցնես գործի, լավ։ Նոր։ Ջոն։ Բժիշկը ասել է, որ դու պետքա նորմալ սնվես։ Կուզես հիմա կփոխվեմ, կգամ, միասին համով մի բան կպատրաստենք, բոլորով կուտենք, հա։ Լավ միտքը։ Համել ինչքան ժամանակ է միասին խոհանոցում չենք եղել էլիս։ Բայց մինչև մենք պատրաստենք մի համով բան, նոր դու լավ ֆիլմ ես ընտրում։ Ոնց ասես, շեֆ։ Տես գնամ տոպրակները քրքրեմ, մինչև դու գաս, հա։ Սենց ճիշտ է Էլիս։ Պետք է ամեն ինչ անենք, որ ճուտով ոչ մի բան չզգա ու չհասկանա։ Բարդ է Նորո։ Շատ բարդ է։ Ինձ թվում է դու շատ լավ հասկանում ես, թե ինչի մասին պետք է խոսենք։ Ու որ առանց նախաբաների սկսեմ, չես նեղանա։ Ես սպասում եմ այս խոսակցությանը։ Ես էլ եմ ուզում, որ խոսենք։ Դրա համար զանգեցիր ու ասեցիր հանդիպենք։ Արշակոպար, ես գիտեմ, որ ջղայնացած ես։
Ես ուղղակի սպասում էի հարմար պահի, ինձ էլ ճիշտ հասկացի էլի։ Եթե ես քեզ չզանգեի ու չասեի, որ հանդիպենք, դու տենց էլ չէիր զգալու, չէ։ Խուսափելու էիր։ Ուզում եմ հասկանամ ինչի է դու։ Չլինի դու էլ ես մտածում, որ ես Էլիզին ու Նորոյին օգնել եմ։ Չէ։ Ես չեմ կարող իմ 1000 տարվա անկերոջ տղու մասին այդ կարծիքը ունենալ։ Ուղղակի ահա որ նեղված եմ քեզանից։ Դու պետքա շուտ խոսայիր։ Դու պետքա շուտ դրա մասին ինձ ասեիր։ Ես չէի ուզում ես հարցին խառնվեի։ Այ հենց սրա համար չէի ուզում Արշակոպար, որ ոչ մեկի մոտ սխալ տպավորություն իմ հետ կապված չստեղծվի։ Որ ստիպած չլինեմ քեզ ասել, որ Նորոյին չեմ օգնել։ Նորոյին էլ ստիպած չլինեմ համոզել, որ քեզ չեմ պաշտպանում։ Ես ոչ մի բան չեմ իմացել Արշակոպար։ Բայց հետո օրորի սկսեցին ինչ-որ նոր բաներ բացահայտվել։ Իսկ հետո երբ որ իմացա, որ քո կինը Նորոյի մաման է, արդեն ամեն ինչ պարզ դարձավ, հասկանում ես։ Ես էլ այդ ժամանակ սկսեցի գործել։ Էլիզին համոզում է, որ ձեր տուն չկա, որ հեռու մնա։ Հենց զգացի, որ արածները սանոք ու տա ու արդյունք չի տալիս, Նորոյին ասեցի։ Նորոյին։ Հետո Նորոյին ասել ես ինձ, չէ։ Էլիզը իմ տուն ա մտել, իմ ընտանիք։ Արշակոպար քեզ չեմ ասել, որովհետև մտածել եմ, որ ընկերս ես հարցը կլուծի։ Ու տենց էլ եղավ։ Նորոն նենց արեց, որ Էլիզը էլ ձեր տուն չգա։ Իսկ դու վստահ ես, որ Նորոն չի իմացել։ Կարող է իմացել ու խաբել է քեզ։ Անհնար է քեզ մոռանալը, Նորո։ Անհնար է։ Այս տատին ինչ եղավ։ Տատի։ Նոր քնած եմ։ Ուղղակի չուզեցի արթնացնեմ։ Դու հանգիստ եղի, ես իր բաժինը պահել եմ։ Ես քո նրբանակատ կյանքին մեռնեմ։ Աղեքի չեն կարա ասում էի, չէ՞։ Դե էլ վախեցա ախր շատ գցեմ։ Բա որ անցած անգամվա նման շատ աղելիներ ու մնար էլի կատուներ ուտեին։ Բայց ճուտ դու մոռանում ես, որ անցած անգամ կատուներներ չկեյան։ Ճիշտ ասում, թողեցին փախան։ Էլիզն էր մեղավոր։ Այսենց ասեց, որ քիչ է։ Ալին ինչ եղավ։ Ալինա լավ չես զգում քեզ։ Հանգստացեք ընդամենը պատարակախս ընկավ։ Ինձ թվաց քեզ ված զգացիր։ Նոր լավ եմ։ Բայց որ անընդհատ իմ շարժումներից սենց վախենակ ու անհանգստանակ, հաստատ կվատարամ։ Արշակոպար, ես Նորոյին նոր չի որ ճանաչում եմ։ Ինքը իմ ամենամոտ ընկերն է։ Մենք շատ բաների մեջով ենք իրար հետ անցել։ Ու ես շատ լավ գիտեմ ինքը ինչի է ընդունակ, ինչի չէ։ Նորոն հաստատ չի իմացել, որ Էլիզը ձեր տանն է աշխատում։ Ոչ էլ իմացել է, որ Մագդան քո քույրն է։ Այդքան անուշադիր է քրոջ նկատմամբ։ Չի հետաքրքրվում որտեղ է աշխատում։ Կարող է մի հատ վատ տուն էր մտնում դուրս գալիս։ Հետաքրքրվել է։ Ու հենց այդ հետաքրքրության արդյունքն է եղել իր ու Մագդայի շփումը, որը հետո արդեն խորացել է։ Մի խոսքով էլի, գիտես։ Արշակոպար, ես չեմ ուզում, որ ես պատմությունը երկարի։ Ես չեմ ուզում, որ ես եղած թշնամանքը ավելի խորանա։ Քեզ թվում է ես ինձ թույլ կտամ իմ երեխու քրոջ կամ աղբոր հետ թշնամություն անեմ։ Ես հիմա չեմ ուզում շատ խորանամ։ Ու իմ ու Շուշանի հարաբերությունների մասին պատմեմ։
Բայց ուզում եմ, որ մի բան իմանաս։ Ես ամեն ինչ արել եմ։ Ամեն ինչ փորձել եմ անել, որ ատելություն չլինի, որ այդ երեխեքը ընդունեն ինձ։ Ես պատրաստ եմ եղել նույնիսկ իրանց համար հայր լինեմ։ Բայց չի ստացվել։ Հա ես հիմա իրանց վրա շատ բարկացած եմ, որովհետև մտել են իմ տուն վատություն անելու նպատակով։ Բայց այդ չի նշանակում, որ ես պետք է իրանց հանդեպ վատը լինեմ։ Ես չեմ կարող դա անեմ։ Ես դեռ հույս ունեմ, որ իրանք մի օր արևին կընդունեն իրանց քույր ու կսիրեն։ Բայց ես ամեն ինչ անելու եմ, որ այդ թշնամությունը վերանա, ոչ թե խթանեմ, որ շատանա։ Հասկանում եմ քեզ։ Նորոն էլ չի ուզում, որ այդ թշնաման կշարունակվի։ Նա իհարկե ասում է, բառացի ասում է, որ ատում է քեզ, բայց դե մտքին հաստատ վրեժ չկա։ Իսկ Էլիզի հետ կապած կարաս հանգիստ լինես, ինքն էլ հաստատ ոչ մի բան չի անի։ Ուղղակի առանց հասկանալու որոշում ա կայացրել։ Գիտես ինչն է ինձ ավելի շատ ջղայնացնում։ Այն որ Էլիզը մտել է իմ տուն ու ինձ վատություն անելու համար, այդ ես մի կողմ եմ դնում։ Բայց որ վրեժի մեթոդը ընտրել արևին, այդ ես չգիտեմ ոնց բացատրեմ։ Էդո ինքը փորձել է շատ հեռուն գնա։ Բայց լավա ոչ մի բան մոտը չի ստացվել։ Այդ ժամանակ ես չգիտեմ կկարանա ինձ սենց զուս պայի, թե չէ։ Դու ճիշտ ես։ Վախտերս բերեց, որ այսքանով բրցանք։ Ընկերոջդ պատճառով Մագդան գիշեր ցերեկ լացում է, գիտես։ Հաստատ գլուխը նորից պտտվեց։ Դրա համար է ձեռքից գցես բադարակաղը։ Հա, ես էլ եմ տենց մտածում, բայց վաղը գնալու ենք բժշկի մոտ, անպայման կասեմ։ Հա, միշտ կապի մեջ եղի հետը։ Ով է։ Հասմիկն է։ Հա, Հաս։ Էլիս, Ալինան ոնց եղավ։ Լավ է։ Իսկ դու հիմա մի քիչ ավելի լավ ես քեզ զգում։ Հա։ Իսկ նորոն տանն է։ Հա, տանն է նորոն։ Էլիս գիտես, այսօր ձեռքս էր բռնել։ Ինձ թվաց մի պահ, որ ամեն ինչ առաջվանն է։ Ես գիտեմ, որ հիմա ձեր ընտանիքում այդ իրավիճակը չի, բայց ես չէի կարող ուրախությունս մեջս պահել Էլիս։ Հաս, դու գիտես ես ինչքան ուրախ կլինեմ, եթե դուք միանաք։ Բայց ինձնից խորհուրդ ժամանակից շուտ մի ուրախացի։ Ու այնպես մի արա, որ թեկուզ փոքր դրական տեղաշարժին դու քո պահվածքով խանգարես։ Ինձնից խորհուրդ, ցույց չտաս, որ ոգևորվել ես։ Հասկանում եմ։ Կհետևեմ խորհրդիդ։ Լավ, ես հետո քեզ կզանգեմ։ Լավ։ Գիտեմ, երկուսի հետ էլ խոսել եմ, ու ինձ թվում է ճիշտ է այն կլինի, որ իրար մոռանան։ Հետո բայց շատ վատ է իրան պահել։ Ես երբեք չեմ հանդուրժեն մարդկանց, ով որ մտնում է իմ տուն վատություն անելու նպատակով։ Բայց հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Ձեռքերս ոնց որ կապված լինեն։ Հասկանում եմ քեզ, շատ բարդ իրավիճակ է։ Բայց ասեմ իմացի արշակոպար, որ նորոն առաջինը հենց Մագդայի մասին մտածելով է վերջ դրել այդ հարաբերություններին։ Հա, բայց նորոն Մագդային ոչ մի բան չի բացատրել։ Այդ դու ես եկել ու ասել, թե ինչի են բաժանվել։ Այդ քո կարծիքով տղավարի է, հա։ Ճիշտ քայլ է արել։ Ասենք թե ես քեզ հավատացի։
Ասենք Նորոն չի իմացել Մագդանովա, չի իմացել, որ Էլիզը իմ տունն է աշխատում։ Բա այս հարցը։ Դու ես միշտ իր փոխարեն հարցերը լուծելու, պատասխան տալու։ Չէ, Արշակոպար, դու շատ սխալ կարծիք ունես Նորոյի մասին, տենց մի ասա։ Ինքը հաստատ այդ տղեն չի։ Տեսածս եմ ասում։ Նորից եմ ասում, ես այդ երեխեքին չեմ կպնելու։ Բայց ուզում եմ, որ դու ինձ մի բան խոստանաս։ Դու պետք է ամենից անես, որ Նորոն Մագդայի մասին չհիշի։ Իրանք չպետք է իրար հետ շփվեն։ Բայց Արշակոպար, Բայց չկա։ Եթե դու չես կարա, ասա ես այդ հարցով կզբաղվեմ։ Չէ, ես ինչ պետք է կանեմ։ Բայց կարծում եմ մեր խառնվելու կարիքը չի էլ լինի։ Նորոն ինքը շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը։ Շատ ավելի լավ։ Լավ, իսկ հիմա արի դուրս գանք։ Այս խառը վիճակների պատճառով ես գործերս կիսատ եմ, թողել պետք է ավարտեմ։ Հա, լավ, ոնց կասես։ Բայց մենք նորից ենք խոսալու։ Ու խնդրում եմ Մագդայի կողքին լինես։ Էլիս, գործերով դուրս եմ գալիս, ճոտին ուշադիր կլինես։ Հա, ուշադիր կլինեմ։ Նոր, բայց դու մի նեղացի էլի, ու ոչ էլ ջղայնացի։ Այդ աղջիկը քեզ սիրում ու այդ մեղադրելու չի։ Հիմա դրա ժամանակն է։ Չէ, դրա ժամանակը չի, բայց իրան էլա չէ կարելի հասկանալ։ Հիմա ուշադիր լսի, ես քեզ ինչ եմ ասում, ու փորձի հիշես։ Իրա հետ խոսալուց անիմաստ հույսեր չտաս։ Չասես, որ Մագդան էլ չկա Նորոյի կյանքում, ճանապարհը ազատ է կամ նմանատիպ ինչ-որ մի բան։ Չեմ ասի։ Հուսով եմ իրար հասկացենք։ Ալո, Արշակի հետ է խոսում ապեր։ այդ լավ է, որ խոսացել քննարկել եք, բայց ուրիշ բան ինձ պետք չի ասես հետո։ Կարող է հանդիպենք։ Ես իմ չգիտեմ։ Դե տեղդ գոնե ասա գամ։ Տամ մոտ եմ, կոնկրետ ոչ մի բան չունեմ անելու։ Լավ, եկա։ Էլիզ ուրիշ բան չասեց։ Չէ, էլ ուրիշ ոչ մի բան։ Կարողա չես հիշում։ Դե ասեց կհանդիպենք։ Երբ։ Չգիտեմ, ուղղակի ասեց կհանդիպենք։ Լավ, ես հիմա կգամ։ Հիմա արդեն շատ բան պարզա ու ամեն ինչ հասկանում եմ։ Ուղղակի արդար չի սենց։ Արդար չի, որ Էդոնա ինձ ամեն ինչ ասում։ Ոստեղ հարցը մեղավորներն ու անմեղները չեն ու ոչ էլ անցյալն է։ Դու շատ լավ գիտես տեղ հարցը որն է։ Ուղղակի երևի քո համար հերիք էր, որ Էդոն ինչ ճիշտը ասի։ Կամ էլ ճիշտ ես ասում։ Երևի իրոք հերիք էր։ Երևի ես եմ քո մասին չափազանցված կարծիք ունեցել։ Ուղղակի լավ մնա։ Ու իմացի, որ Արշակը ձեր պես չի։ Ու ոչ էլ ես եմ ձեր նման։ Մենք ձեր հանդեպ թշնամանք չենք զգում, որովհետև մենք դրանից բարձր ենք։
Արդեն շատ բան պարզա ու ամեն ինչ հասկանում եմ։ Ուղղակի արդար չի սենց։ Արդար չի, որ Էդոնն ինձ ամեն ինչ ասում։ Ոստեղ հարցը մեղավորներն ու անմեղները չեն ու ոչ էլ անցյալն է։ Դու շատ լավ գիտես տեղ հարցը որն է։ Ուղղակի երևի քո համար հերիք էր, որ Էդոն ինչ ճիշտը ասի։ Կամ էլ ճիշտ ես ասում։ Երևի իրոք հերիք էր։ Երևի ես եմ քո մասին չափազանցված կարծիք ունեցել։ Ուղղակի լավ մնա։ Ու իմացի, որ Արշակը ձեր պես չի։ Ու ոչ էլ ես եմ ձեր նման։ Մենք ձեր հանդեպ թշնամանք չենք զգում, որովհետև մենք դրանից բարձր ենք։ Ասա, Բա ուր ես ապեր։ Ես ձեր տան մոտ եմ։ գործեր բացվեց, ես գնացի, ինձ մի սպասի։ Ինչ գործ նորո։ Բա ասացիր բան չունես անելու։ Ստեղ եմ։